Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 29-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր աշխարհի ամենակարևոր իրադարձությունը, որը պայմանավորված է ինչպիսի նոր աշխարհակարգ կունենանք իհարկե ուկրաինական պատերազմն է, բայց ուկրաինական պատերազմի մասին սոսկ խոսել, թե ինչա կատարում ճակատային գծում, դա մեզ ոչինչ չի տա։ Այդ պատերազմի հետ կապված կարևոր է նաև տեսնել, թե ինչպիսին է Միացյալ Նահանգների վերաբերմունքը իր տարբեր գործընկերների հետ եւ դրանով պայմանավորված մենք ինչ ենք սպասում։ Երեք խոսեցինք Ճապոնիայի հետ պայմանավորվածությունների մասին, որը շատ կարևոր է հատկապես ԱՄՆ-Չինաստան հանդիպումից առաջ, որը տեղի կունենա վաղը, այսօր ավելի կոնկրետ ներկայացվեց, թե Ճապոնիայի հետ ինչ են ստորագրել, ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի կորպորացիաները կկնքեն $450 միլիարդ ընդհանուր արժողությամբ ներդրումային գործարքները, դրանք ներառում են միջուկային ռեակտորներ, խոշոր էներգետիկ սարքավորումներ, ինչպես նաև շինարարական եւ ճարտարագիտական ծառայություններ։ ԱՄՆ առևտրի նախարարը շեշտել է, որ Westinghouse-ը կկառուցի $100 միլիարդ արժողությամբ միջուկային ռեակտորներ, մինչդեռ GE Vernova կմշակի փոքր մոդուլային ռեակտորներ, գազային եւ գոլորշու տուրբիններ եւ գեներատորներ։ Ճապոնիայի պես երկիր, որ տեխնիկայի առումով հաջորդ դարում է գտնվում, եթե նա սիրահոշար համաձայնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների այս սարքավորումները իր մոտ տեղակայվեն, դա նշանակում է ինքը լավ հաշվարկել է դրա կարևորությունը, դրա նշանակությունը, դրա արդիականությունը, օգտակարությունը։ Ցավոք մենք բանակցություններ վարելով Միացյալ Նահանգների հետ, ատոմակայանների հետ կապված նաև այդ փոքր մոդուլային, չգիտես ինչու, մեկ էլ Մոսկվայում հանդիպման ժամանակ խոսեցինք դրա մասին, որ երկարացնենք ժամկետը Հայաստանի ատոմային էլեկտրոկայանի մինչև 2036 թվականը, բայց այդ ընթացքում զուգահեռաբար Ռուսաստանի հետ բանակցություններ վարենք փոքր ատոմային էլեկտրոկայանների ուղղությամբ։ Այսինքն նաև համարելով այդ փորձը, որը Ռուսաստանի հետ համագործակցության կա, չենք փոխվում մենք էլի դրանից։ Նույնիսկ Ճապոնիան հասկանում է այդ հարցում ում կարող է դիմել, մեր մոտ չգիտես ինչու, դե մենք էլ համարում ենք, մերոնք էլ համարում են, որ իրանք էլ լավ փորձ է գիտեն Ռուսաստանի։ Այսինքն այն Ռուսաստանի, որ տեսնում ենք, թե իր տեխնիկական հագեցվածության մակարդակով, իր տեխնոլոգիաների մակարդակով ինչ վիճակում է գտնվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է F-35 կործանիչների համար նախատեսված ամերիկյան հրթիռների առաջին մատակարարման մասին, որոնք կմատակարարվեն Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին։ Մատակարարումներն արդեն հաստատվել են եւ կսկսվեն այս շաբաթ, ընդգծելով, որ դրանք կհասնեն նշված ժամկետից շուտ։ Ասա նաև, որ Ճապոնիայի հետ գործընկերությունը Միացյալ Նահանգները հետևողականորեն իրականացնում է, այս երեք ամբողջը հատ-հատ նշեցի, թե ինչով է դա արտահայտվում, նորից չկրկնեմ դա, բայց սա նաև շատ կարևոր է գլոբալ որոշումներ կայացնելու հարցում։ Հաստատ Չինաստանը հասկանում է, որ մի քիչ չափ անցավ Ամերիկայի հետ կապված հարաբերություններում, Ճապոնիայի դերակատարությունը էականորեն մեծանալու է։ Ինքը պետք է արդեն իր համար որոշում կայացնի, դա իր շահերից է բխում, թե չէ։ Ուշ թե շուտ Ռուսաստանին Միացյալ Նահանգները տանելու է պարտության։ Եթե այդ հարցում Չինաստանը Միացյալ Նահանգներին չի օգնում կամ գոնե վատագույն դեպքում նեյտրալ չի, այլ օգնում է Ռուսաստանին, դա հետո մտածելու է կարող է խնդիր ունենա, որովհետև Ռուսաստանին պարտություն մատնելուց հետո դառնալու է Ամերիկայի համար թիվ 1 հակառակորդ։ Եվ այդպիսի որոշում կայացնելու համար նախ պետքա տեսնի, որքանով են հետևողականորեն մեկուսացնում Ռուսաստանին եւ նաեւ իրենց դաշտում ոնց կարող են ակտիվացնել շատ ավելի շատ Հարավային Կորեային եւ Ճապոնիային։ Դա հանդիպումից առաջ շատ կարևոր է Չինաստանի նախագահը, որպեսզի դա հասկանա։ Իսկ հիմա նայենք ուկրաինական պատերազմի հետ կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ինչը ասել։ Այս շաբաթվա վերջում Ուկրաինայի եւ Եվրամիության առաջնորդների խորհրդականները կհանդիպեն քննարկելու Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ծրագիր։ Վճռականների կոալիցիայի ժամանակ եվրոպացի առաջնորդները հայտարարել են, որ իրենք նույնպես կցանկանային միանալ մեզ, ցույց տալու ավելի արագ կարգավորման իրենց տեսլականը։ Սա պատերազմը դադարեցնելու ծրագիր չէ։
քանի որ դուք գիտեք, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է հրադադար։ Սա այն ծրագիրն է, որով սկսվում է դիվանագիտությունը։ Ես սա շատ լավ հասկանում եմ եւ բոլորը հասկանում են, որ հրադադարից հետո Ռուսաստանի համար շատ դժվար կլինի վերսկսել ագրեսիան, եթե կան անվտանգության ամուր երաշխիքներ, ասել է Զելենսկին։ Հիմա Զելենսկին ասում է, բերեք պատերազմը դադարեցնենք այս գծով, շփման այս գծով, հաստատենք խաղաղություն, պարզ է, սա խաղաղության պայմանագրի չի հանգեցնի, ընդամենը զինադադարի մասին է խոսքը, զինադադարից հետո եվրոպական անվտանգային երաշխիքներ կունենան, իհարկե, որ եվրոպական ասում ենք չնայած Միացյալ Նահանգները սկզբից ասում է դա Եվրոպայի խնդիրն է, բայց հիմա ինքը լավ էլ ներգրավված է դրանցով, համարենք, որ եվրոպական, որի թիկունքին Միացյալ Նահանգներն է, այդ պարագայում ինչպես է Ռուսաստանը ինչ առիթ է նորից գտնելու պատերազմը վերսկսելու։ Այսինքն պատերազմը, նույնիսկ զինադադարը Ռուսաստանի համար պարտություն է։ Նույնիսկ զինադադարը, որի պարագայում Ռուսաստանը այդքան առաջ է եկել, բայց գիտի, որ դա չի կարող իր ժողովրդին ներկայացնել, տեսեք ինչ հաջողություն ունեցանք։ Այսքան տարածք ենք վերցրել, պետք է ասեն ինչի համար։ Դրանց այդ ավիրված տարածքը վերցել ես վերականգնելու ես, ինչ ես անելու։ Ասում է ռուս բնակչությունն է ինձ հետաքրքրում։ Այդ ռուս բնակչությունը այնտեղ ինչ վիճակի է, կամ ինչքան մարդ է այնտեղ մնացել, ինչքանն է զոհվել, այդ ինչ խնդիր էր, որ լուծում էր։ Այսինքն սա այն խնդիրն է, որ նույնիսկ պատերազմը դադարելը թվում է, թե Ռուսաստանը հաղթել է, դե ինքը առաջ է գնացել։ Բա ինքը ինչի՞ չի ուրախ։ Թվում է, թե ինքը ի վիճակի է ավելի շատ առաջ գնա, չէ, ինքը հասկանում է, որ պատերազմը այս ձևով դադարելու առաջի հարցը ինչու սկսվեց այսպիսի անմիտ պատերազմը։ Ինչու սկսեց մի պատերազմ, որը այդքան վատ էր հաշվարկած։ Չգիտեիք ձեր երկրի ռազմական ռեսուրսը եւ չգիտեիք դիմացինի հոգեբանությունն ու ընդհանրապես ինչ տեղի կունենա։ Հետո լացուկոզները դրած ասում են, բարևմուտքը օգնեց Ուկրաինային, բայց ինչ էր ուզում։ Ուկրաինային մենակ թողեի ու ոնց քեֆտար վարվեի, հա, այդ է քո անվտանգության երաշխիքները։ Ես սա է պատճառը, որ հիմա այս հարցում, ինչպես տեսնում եք, Զելենսկին ասում է, բավական է մենք գնանք անգամ զինադադարի, դա արդեն կարելի է համարել դիվանագիտական հարաբերություններից առաջ շահեկան վիճակ բանակցային սեղանի շուրջ։ Թվում է, թե ինքը պետք է մտածեր, բայց տարածքները մնաց Ռուսաստանին, բա ոնց է դա շահեկան։ Շահեկանը նրանով որ Ռուսաստանը նոր առաջ խաղացման խնդիր չի կարող լուծի, մնացած տարածքի վրա անվտանգության հարցը կլուծվի, իսկ Ռուսաստանը այդ անմիտ պատերազմի համար սանկցիաների տակից դուրս չի գա, արդյունքում առաջանալու է այնպիսի վիճակ, որ ինքն է հետ քաշվելու, հասկանալով, որ դա իրան ոչինչ չտվեց։ Հետ պետք է քաշի, որ արևմուտքի հետ հարաբերություն բարելավի, որպեսզի դրանով առաջավոր տեխնիկա, տեխնոլոգիայի հարց կարողանա լուծել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կրկին վստահություն է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կհաջողվի կարգավորել։ Տրամպը հայտարարել է, որ իրեն հաջողվել է ընդհանուր առմամբ 8 հակամարտություն կարգավորել։ Միակը, որը չստացվեց, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև է, բայց այն նույնպես կկարգավորվի։ Ես կարծում եի, որ դա պարզապես կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հարաբերությունների պատճառով, բայց պարզվեց, որ դա մի փոքր այլ է։ Բայց ես կարծում եմ, որ այն կկարգավորվի։ Ով կմտածեր, որ մենք կհասնենք խաղաղության Մերձավոր Արևելքում, բայց նույնը չենք հասնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեպքում։ Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար էր թվում, հավելել է Տրամպը։ Իդեպ Տրամպը գերագնահատում է Մերձավոր Արևելքի խաղաղությունը, չեմ ասում դա մենակ վերաբերվում է Համաս եւ Իսրայել կոնֆլիկտին, որը ասենք կարող է դադարեցվել, չնայած տեսնում ենք, որ նաեւ ակտիվ փոխհարաձգություններ ա գնում, բայց խնդրի պատճառը լուծված չէ, այսինքն ասել, որ խաղաղությունը բերվել Մերձավոր Արևելքում խիստ չափազանցված է, եթե նույնիսկ հասնեն այո այդ զինադադարին հասնեն, որ պատերազմ չլի, լավ է, բայց պետք չի դա ներկայացնել, որ հարցը լուծվել է։ Հարցը չի լուծվել, քանի հարցը չի լուծվել, դա դեռ պարբերաբար գլուխ է բարձրացնելու։ Չի լինի Իսրայել-Համաս, կլինի Իսրայել-Հեզբոլա, չի լինի Հեզբոլան ու Համասը, կլինի մեկ ուրիշ բան։ Հարցը լուծված չէ։ Եվ դրան դեռ չի հասել Միացյալ Նահանգները։ Դրա համար կարծում եմ, որ նաև այն մոմենտը, որ ասում է, որ ես կարող եի այդ հարցը կարգավորեմ հույս ունենալով իրենց լավ հարաբերությունը Պուտինի հետ,
Դոնալդ Տրամպը այդպես էլ իր առաջի պաշտոնավարումը եւ երկրորդը իրարից չտարբերեց։ Անընդհատ ինքը խոսում է, թե ես ելնեի նախագահ, պատերազմ չելնի եւ այլ, ինքը այդպես էլ չհասկացավ, որ ինքը առաջի պատերազմի ժամանակ մեկ ուրիշ աշխարհում էր Ամերիկայի նախագահ, առաջի պաշտոնավարման ժամանակ, իսկ երկրորդի ժամանակ արդեն հետ պատերազմյան շրջանում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներքաշված էր այդ պատերազմի մեջ, որ գործում էր հավաքական արևմուտքը, որ կարող էր ավելի ակտիվ ու ագրեսիվ լինել Միացյալ Նահանգները, հասկանալի է, պարզա մտածում են գուցե ընտրություններին չխանգարեն, չնայած ավելի վատ եղավ ընտրություններին, ավելի շատ դրանով խանգարեցին։ Ներպետական շատ խնդիրներ լուծված չէր դեմոկրատների կողմից, արտաքին քաղաքական այնպիսի գլոբալ հաջողություն չունեցան, որ գոնե դա կոմպենսացներ ներպետական այդ խնդիրները։ Դա ուրիշ հարց է, դրան կանրադառնանք, բայց ինչի համար եմ ասում։ Այս պատերազմի հետ կապված Դոնալդ Տրամպը երբ որ ասեց, «Էսա խաղաղություն ենք բերում, էսա էս ենք անում եւ այլ, մեղադրում էր Ուկրաինային, գալիս է փող ատանում, զենք ատանում»։ Այդ ամեն ինչը հույս տվեց Պուտինին, որ պետք է շարունակել։ Պուտինը եթե իմանար Ամերիկայի նախագահն ավելի կատեգորիկ, ավելի կոշտ է քաղաքականություն տանելու ընդդեմ Ռուսաստանի, անիմաստ կլներ այդ պատերազմը շարունակել։ Եվ այն, որ խապված է Դոնալդ Տրամպը, որ կարծում էր արագ կլուծի իրենց անձնական հարաբերությունների վրա կառուցած, նա խապված է նաև ընտրողը։ Վերջի ընտրողի ինչ-որ բան էր խոստացված։ Ընտրողին ասեց, մենք իրականացնում ենք մեկուսացման քաղաքականություն, մենք հետ ենք քաշվում, մեր հարցերն ենք լուծում, օվկիանոսից ենկում դա մեր խնդիրները չեն, թող իրանք իրանց հարցերով զբաղվեն։ Եղել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները նման քաղաքականության կողմնակից են եղել, բայց շատ արագ իրանք իրենց պաշտոնավարման ընթացքում անգամ հասկացել են, որ դա խիստ ցախողված քաղաքականություն է եւ անգամ բավական ագրեսիվ ձևով վերանայել են։ Պատահական չի, թեկուզ մեկին նշենք, դու այդ Էյզենհաուերը, որը անգլո-ամերիկյան զորքերի հրամանատարն էր 44 թվականի Նորմանդիայում հունիսի 5-ի, երբ որ իջան 6-ին, բայց բացի դա 34-րդ նախագահը, որը որ էլի նորից տես մեկուսացման քաղաքականություն էր տանում, ասում էր, որ մենք մեր գործերով զբաղվենք, աշխարհը բաժանված ազդեցության գոտիների չմտնենք ուրիշի տարածքը։ Դրանից աշխարհը ավելի անվտանգ չեղավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացավ, որ երբ որ զիջեց Եգիպտոսում կոնֆլիկտը Սուեզի ջրանցքը խորհրդային միությունն ասեց եգիպտացիներին ստիպված եղավ զիջել, երբ որ Հունգարիայում դրեցին տանկերի տակ մարդկանց ճխլեցին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասել էր չենք խառնվելու եւ այլ, այդպես շատ բան կարելի է թվարկել, ի վերջո հասկացավ, դա այն Էյզենհաուերն էր, որ պաշտոնավարման վերջի շրջանում ամենաագրեսիվն էր եւ երկաթյա վարագույրի կողմնակիցը եւ խորհրդային միությանը մեկուսացման տանելու կողմնակիցը։ Ուզեմ ասեմ, դրա մեջով մենք անցել ենք, բայց հասարակությունը խապվեց դրա վրա։ Լավ, ինչ եղավ, չեղավ, բայց գոնե մենք ի վերջո սպասելիքները մեր Ամերիկայից է եւ Ամերիկայի նախագահից։ Հիմա եթե համարենք, որ վերանայված է ինչ որ ձևով այդ հարցերը, հետևողական քայլերը արվում են, ելի կասենք ոչինչ։ Գուցե անդառնալի վնաս չի հասցվել աշխարհին ու Միացյալ Նահանգների շահերին։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հայտարարել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչպես եւ երբ կավարտվի Ուկրաինայի պատերազմը։ Եթե ինձ հարցնեիք մոտ 6 ամիս առաջ, ես կասեի, որ նրանց միջև մարտերը երբեք չեն դադարի։ Նրանք 15 տարի անց էլ դեռ կկռվեն։ Եթե ինձ հարցնեիք 1 ամիս առաջ, ես կասեի, որ մենք անհավանական առաջընթաց ենք գրանցել, ասել է Vance-ը։ Փոխնախագահը հավելել է, որ Վաշինգտոնը ձգտում է պահպանել կառուցողական հարաբերություններ եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, քանի որ հետաքրքրված է հակամարտության դադարեցմամբ։ Այս է հարցը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը ասում է չեմ կարող կանխատեսել։ Կանխատեսելը մենք կարող ենք կամ չենք կարող։ Այդ մեր գործն է։ Դուք անողն եք։ Աշխարհը ձեզանից է սպասում հարցի լուծում։ Ձեր կանխատեսելը ո՞րն է։ Քայլը արեցիք, ենա կանխատեսվեց, էլի։ Քայլը չեք արել։ Հետո ասում եք չենք կարողանալ։ Հա, որովհետև մինչև այդ ուրիշ բան էիք խոսում, հետո ուրիշ բան էիք խոսում, հիմա ուրիշ բան եք խոսում։ Ու անում։ Դրա համար չեք կարողանում կանխատեսել։ Մի հատ դուք կողմնորոշվեք, ինչ եք ուզում, մենք կկանխատեսենք, թե դրա արդյունքում ինչ կստացվի։ Շատ տարօրինակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը մեզ բացատրում է, թե ընդհանրապես գլուխ չեր անում, թե ինչ կարող է տեղի ունենա։ Պատերազմը կարող է 15 տարի տևի կամ կարող է վաղը ավարտվի։ Տենց էլ չգիտենք։ Բա մենք էլ մտածում ենք, բա մենք չգիտենք, որովհետև դուք չգիտեք։
Բայց մենք ասում ենք, որ ճիշտ է դա է, ուզում ես պատերազմը ավարտվի, Ռուսաստանին տար ռազմավարական պարտության, Ռուսաստանին տար մեկուսացման, այն մյուս գործընկերների հետ արդյունավետ աշխատի, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառի։ Եվ մեկ է տես կարճ ժամանակ հետո Ռուսաստանի վիճակը ինչ է։ Այն Ռուսաստանը, որը մեծ խոսում էր եւ դրա վրա խաբվել էր Դոնալդ Տրամպը։ Հիմա տեսեք, Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերությունը Լուկոյլը ԱՄՆ-ի կողմից արգելակող պատժամիջոցների սահմանումից հետո որոշել է վաճառել իր արտասահմանյան ակտիվները։ Բայց մենք չենք կարող կանխատեսենք։ Երկու նավթային ընկերության վրա սանկցիա եք դրել, հաջորդ օրը նրանք արդեն վաճառում են։ Բայց կանխատեսելը ո՞րն էր։ Ներկայումս այն մասեր ունի Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Իրաքի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև Լատինական Ամերիկայի, Արևմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի նավթահանքերի զարգացման նախագծերում։ Ընկերությունը նաև նավթավերամշակման գործարաններ ունի Բուլղարիայում, Ռումինիայում եւ Նիդերլանդներում, ինչպես նաև բենզալցակայանների ցանց Եվրամիությունում։ Լուկոյլի ընդհանուր արտահանման ակտիվները գնահատվում են մոտավորապես $10 միլիարդ, սակայն պատժամիջոցների ճնշման պատճառով դրանք ստիպված կլինեն վաճառել 50-ից 70% զեղչով։ Իդեպ սա ռուսական լրատվամիջոցներն էին տարածում։ Այս ինչ որ կարդում էի։ Այդ բասպեկ չենք կարող կանխատեսենք։ Բայց քայլերը արեք, տեսեք կանխատեսվում է, թե չէ։ Մի օր տևեց ձեր սանկցիայի եւ իրանց գործողությունների արդյունքում, որ հասկացան, որ անիմաստ է, որ արժեթղթերը ուղղակի տապալվեցին։ Չնկատեցիք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական զորքերը Ուկրաինայի զինված ուժերի գոտու բոլոր հատվածներում առաջ են շարժվում, ակտիվ են գործում։ Կուպյանսկում եւ Կրասնոարմեյսկում թշնամին արգելափակված է եւ շրջապատված է։ Ռուսաստանի զինված ուժերը դեմ չէ ԶԼՄ-ներին, այդ թվում ուկրաինական եւ արտասահմանյան, թողնել թշնամու շրջափակման գոտի։ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը պետք է որոշումներ կայացնի շրջափակման մեջ գտնվող իր քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ։ Իհարկե կարող է ինչ որտեղ շրջափակման մեջ հայտնվեն ուկրաինական զորքերը, կարող է շրջափակման հայտնվեն ռուսական զորքերը, եթե հիշում եք Կուրսկի մարզում, երբ որ 8 ամիս համարյա ուկրաինական զորքերը Ռուսաստանի տարածքում են, հետո երբ որ հետ էին քաշում հյուսիսկորեացիներն եկել էին օգնության, ռուսները Տրամպի խելքը կերել էին, ասել էին, որ գցել են շրջափակման մեջ հազարավոր զինվորները, չկար այդքան զինվոր էլի, դենց իրանք թվեր էին իրանցից ասում, թե ինչքան շրջափակման մեջ են վերցրել եւ որի պարագայում Տրամպն էլ ասեց կխնդրեմ Ռուսաստանին, որ մեղմ մոտենա։ Ու տենց էլ Տրամպը խնդրեց Ռուսաստանին, Ռուսաստանը ասեց կամ պետք է հանձնվեք, կամ կոտորվեք, ոչ հանձնվեցին, ոչ կոտորվեցին։ Ուղղակի այդ բլեֆի արածը մի քանի օրվա կյանք ունեցավ, որ Տրամպն էլ գլխի ընկավ, որ իրան խաբում են։ Ինչ շրջափակման մասին էր խոսքը, բայց զորքը ո՞ց դուրս եկավ շրջափակման ժամանակ։ Բայց հենց էլի ճոռոմ Պուտինը հայտարարեց, կոչնչացնեն կամ զենքը վայր դրեք։ Քանի հոգու վայր դրած զենքի ցուցակ մենք ունեցանք, Կուրսկի հետ քաշվելու ժամանակ։ Կամ այդ քանիսին ոչնչացրեցիք եւ ցույց տվեցիք, ասեք, մեր ասածը չլսեցին, վերջները սա եղավ։ Այնպես որ սա էլ կարող է լինի հերթական բլեֆը, նույնիսկ եթե շրջափակման մեջ էլ հայտնվածել են, այդպես էլ անցած, ասма պատերազմում, ինչպես պատերազմում, բայց հարցը դա է, իսկ չի ուզում լրագրողներին տանի ցույց տա ուկրաինացիների առաջ խաղացման հետևանքները։ Չի ուզում ցույց տա, որ Ուկրաինան հետևողական քոթիկունքում հարվածում է, շարքից հանում է քո վառելիքաէներգետիկ օբյեկտները, նավթավերամշակման գործարանները, քո ռազմական հսկայական օբյեկտների շարքից հանում է, բազաներ, երկաթգծեր, խողովակաշարեր, բայց այդ ամենը չի երևում, անգամ որ մի հատ ջրամբարին հարվածի հասցնելու դեպքում կարող է հսկայական ռազմավարական վնաս հասցնել այդ զորքերին, որոնք գտնվում էին մոտակայքում։ Ստիպված պետք է լինեին հետ քաշվել, եթե կարողանային տեխնիկան դուրս բերել այդ վիճակում։ Բայց ինչի՞ չէ ստանում լրագրողներին ցույց տալի։ Առավոտից իրիկու Ռուսաստանի տարածքից մարդիկ նկարում են, թե ուկրաինական դրոնների եւ հրթիռների հարվածները ինչպիսի ավերածություններ են առաջացնում։ Առավոտից իրիկու դուք նույն լրագրողներին պատմում եք, որ խոցել ենք բոլոր
դրոնները, բոլոր դրոնները խոցել եք, այդ նավթավերամշակման գործարանները ինքնապայթուն է առաջացել իրանց մոտ։ Բայց չի չեք տանում ցույց տալի դրա հետևանքները, որ այդ գործարանները ի վիճակի են աշխատել, թե չէ։ Այսինքն մի քանի կիլոմետր առաջ գալը, որը որ ցույց եք տալիս, որ տեսեք մենք ամբողջ գծով առաջ ենք գալի, այսինքն մենք պատերազմը չենք դադարեցնում, որովհետև մեր դիրքերը ավելի ամուր է։ Այս իրականության խեղաթյուրումը արդեն ոչ մեկը չի խաբվում սրա վրա։ Պուտինը նույնիսկ չգիտեմ, ինքը իրան կարողանում է խաբի, որ իսկապես իրանց գործերը շատ լավ է։ Բայց էսա պատճառը, որ այս կարգի բաներ անում, Տրամպը հասկանում է, որ այս մարդը անուղղելի է, այս մարդը չի գնում զիջումների։ Ամերիկայի հատուկ ծառայությունները ուսումնասիրել են, վերլուծություն էին հրապարակել, որ Ռուսաստանը ոչ մի քայլ չի անում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Ինչ էլ ասում է, խաբում է։ Ինչ էլ ասում է, հենց այնց ուղղակի ասում է մոլորության մեջ գցելու համար։ Իսկ հիմա երբ որ J.D. Vance-ն ասում է, չէին կարող կանխատեսենք ինչ ալն։ Բա համեցին չէ՞ այս քայլերն անում։ Հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում կհանդիպի Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների հետ։ Հանդիպումը կայանում է այն ժամանակ, երբ Տրամպը այս շաբաթ շրջագայում է Ասիայում եւ հինգշաբթի օրը հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Չինաստանը ակտիվորեն փորձում է ամրապնդել հարաբերությունները Ուզբեկստանի հետ, մինչդեռ կենտրոնական Ասիայի երկրները ավանդաբար համարում են Ռուսաստանի ազդեցության գոտի։ Իսկ այն Ուզբեկստանը, որի հետ Չինաստանը լավ էլ ակտիվ փորձում է համագործակցել, այդ Ուզբեկստանն արդեն Միացյալ Նահանգների հետ համագործակցում է, սկսած նաև ինքնաթիռների ձեռքբերման հարցերում։ Այսինքն այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե Դոնալդ Տրամպն ուզում է իմանալ ոնց Ռուսաստանին պարտության տանի, ինչպես տեսնում եք, մի օրվա մեջ կամ երկու օրվա մեջ, որ սենց 3 եւ այսօր նայում եք, լավ էլ գիտես ինչ անես։ Բայց ես չգիտեմ ինչ անեմ։ Արա որ տենաս որ ինչ պետք է անես։ Հասկացար որ Պուտինը չի հարգում քեզ։ Հասկացար որ Պուտինը հասկացավ որ դու շատ թույլ ես։ Հասկացավ որ նա անհարգալից կարող է իրան պահի, գա անգամ Ալյասկայում պահանջներ ներկայացնի։ Լավ, ասենք կամերաներից դուրս դա արեց, բայց այդ ամեն ինչը ջրի երես է դուրս գալիս, չէ՞։ Իսկ հիմա կենտրոնական Ասիայի երկրների հետ կապված Միացյալ Նահանգների ակտիվությունը, բացի գործնական հարթության առումով, որ կարող է Չինաստանին ցույց տա իր տեղը, որ ավելի լավ է մենք իր հետ համագործակցենք, քան թե ես քո դաշտում մրցակցեմ քո հետ։ Եվ դրան գումարած նաև Ռուսաստանին ցույց տա իր տեղը, որ ավանդաբար համարում է իր որ կենտրոնական Ասիան, այսինքն այդ միջինասիական պետությունները դրանք քոնն են, որից մի մասի հետ էլ երկու հոգու հետ էլ Կասպից ծովով էս հարևան, այսինքն ընդհանուր նաև Կասպից ծով օգտագործելու համաձայնագիր ստորագրվեց տարիներ առաջ։ Այս պարագայում հիմա Ռուսաստանի համար խնդիր է։ Ուզում էր Ուկրաինային տաներ պարտության, ՆԱՏՕ-ի գիծը երկարեց։ ՆԱՏՕ-ի գիծը երկարեց եւ ցամաքային Ֆինլանդիայի տեսքով եւ ծովային Շվեդիայի տեսքով։ Վաղը մյուս օրը դա կլինի Մոլդովան։ Մյուս օրը եթե խելք կհավաքեն Վրաստանի իշխանությունները Վրաստանը։ Հիմա արդեն հարվածը հասցվում է կենտրոնական Ասիայի կողմից։ Այսինքն եկեք իսկ ինչի պետք է չհամագործակցեն, այն անհարգալից ու լկտի խոսակցությունը ղազախների, կիրգիզների, ուզբեկների, մյուսների մասին, այդ մարդիկ մոռացել են, որ մտածում եք, որ այդ ինչ պետք է անեք, դուք ընդհանրապես ով եք, դուք Ռուսաստանի ձեռի տակ եք եղել ու լնելու եք, ոնց ուզենք, տենց պետք է լինի։ Մոռացել եք, նրանք չեն մոռացել այդ ձեր լկտի պահվածքը։ Եթե նույնիսկ Ռուսաստանի քթին գալու համար իրանք Ամերիկայի հետ կհամագործակցեն, դա արդեն բավարար է։ Իսկ եթե Ամերիկայի հետ կհամագործակցեն, դրանք առանց Ռուսաստանի կոմունիկացիոն հնարավորությունների շատ լավ կապրեն։ Իսկ եթե Ռուսաստանի կոմունիկացիոն հնարավորությունները կարողանան շրջանցել, այդ դեպքում Պուտինը ոնց որ գնաց Բաքվում Ալիևի հոր Հեյդար Ալիևի արձանի առաջ չոքեց, նույն ձևի չոքելու է կենտրոնական Ասիայի բոլոր երկրների բոլոր արձանների առաջ։ Ինչու համար, որովհետև հասկանալու է, որ կորցնում է, հասկանալու է, որ շուկա է կորցնում, հասկանալու է, որ կոմունիկացիոն հնարավորություններ է կորցնում։ Այն ցինիկ ու լկտի ձևով արևմուտքին որ ասում էր, սառեք խելքների հետ գլուխների հետ կգա։ Հիմա ինչ է խնդրում, ասում է, մենք տալիս ենք, իրանք չեն ուզում։ Ջրի գնով տալիս եք նավթը այն երկրներին, որոնք վերցնում են։ Նրանք էլ չեն կարողանում վերցնել իրանց սպառումից առաջ ինչ անեն այդ նավթը, այդ նավթով չեն լողանալու։ Լավագույն դեպքում մտածում են կծախենք,
Այն էլ ամերիկան հաջորդ քայլն արեց, էլի։ Մի հատ ասեց, լավ, հենց իմացի, որ ես այդ գծով դա կանես, հենց շուտ կգաս այդ գծով կանես, մյուս օրը արդեն քո տնտեսությունը հենց կկառուցես դրա վրա, սանկցիաները կկիրառենք նաև նրանց վրա, ովքեր քեզանից առնում են։ Կարծում եք նրանք չգիտեին գազը Ադրբեջանով գնաց, ուր գնաց, կամ Թուրքիայի հետ կապված Ռուսաստանն ինչ անում։ Բոլորը գիտեն, ուղղակի մինչև այդ պահը չէին անում։ Հիմա հենց որոշեցին անեն, կբերեն ուրիշ փաթեթներ կդրեն սեղանին, այն փաթեթները թե ինչպես Ռուսաստանին տանել քայքայման ժողովուրդ ջան։ Հիմա դրա համար Պուտինը ինքը պետք է որոշի, ինքը այս առիթով ինչ է պատրաստվում անել։ Չի հասկանում ինչ է կատարվում։ Ուկրաինան ինչպիսի հարվածներ է հասցնում, Ամերիկայի Միացյալ Նահանգներին ինչպիսի հարվածներ է հասցնում, բարելավել հարաբերությունը Չինաստանի հետ, առավել բարձր մակարդակի հասցնել Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ, անգամ մի հատ էլ ասում է, լավ երեք երկու կորեաներն էլ միացնեն։ Պարզ է այդ հիմա այսօր ֆանտաստիկայի ժանրից է, բայց դրա ժամանակն էլ կգա։ Ի վերջո, բավական է Ռուսաստանին տանես պարտության, Չինաստանին քեզանով անես, Հյուսիսային Կորեան որպես պետություն բավական Իրանից վտանգ է ներկայացնում, բայց կքանդվի, կարերից կտրակի, եթե այն աջակցությունը, որը որ կա չունի, ու կապ չունի նա միջուկային զենք ունի, թե չէ, բացարձակ կապ չունի, նրա միջուկային զենքով ինքը Միացյալ Նահանգներին վտանգ սպառնալ ուղղակի չի կարող։ Հիմա նայենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետ առաջադրվել է, ինչը շատ վատ է։ Եթե դուք սա կարդաք, դա լիովին պարզ կլինի, ասել է Տրամպը։ ԱՄՆ սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել։ Չնայած լուրեր են շրջանառվում, որ Տրամպը կփորձի դա անել։ Նախագահի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը պնդել է, որ կա ծրագիր Տրամպին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը Տրամպը ասել է, որ շատ կուզենար առաջադրվել երրորդ ժամկետով։ Չնայած իրեն թույլատրվելու է կրկին առաջադրվել փոխնախագահի պաշտոնում, նա դա անելու ծրագրեր չունի։ Փոխնախագահի պաշտոնում առաջադրվելը նրան թույլ կտա ղեկավարել երկիրը շրջանցելով երրորդ նախագահական ժամկետի սահմանադրական արգելքը։ Իհարկե շատ դժվարությամբ է Դոնալդ Տրամպը հաշտվում այդ մտքի հետ, որ ինքը երրորդ ժամկետ չի առաջադրվելու։ Նույնիսկ այս տարբերակները, որ իրան առաջարկել են, դա առնվազն կոռեկտ չի։ Եթե նույնիսկ համարենք, որ սահմանադրական առումով տեխնիկապես դա հնարավոր է դա իրականացնել, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պարագայում դա ուղղակի խայտառակություն է, որը իր կողմնակիցները փորձում էին իրան առաջարկել։ Հասեմ ինչի համար է դա։ Մինչև 22-րդ ուղումը սահմանադրության, որը որ արգելում է 2 ժամկետից ավել առաջադրվելը, կապ չունի իրար հետևից թե ոնց, օրինակ մեր մոտի սահմանադրությամբ պես էր 2 ժամկետ անընդմեջ։ Կարող էր մի հատ ընդմիջում ունենալ, մի հատ էլ առաջադրել։ Այնտեղ ուղղակի կատեգորիկ 2 ժամկետից ավել առաջադրվել չի կարող լինել։ Հիմա ինչ են առաջարկում, ասում են չես կարող առաջադրվես երրորդ ժամկետ, բայց կարող ես առաջադրվել փոխնախագահ, իսկ ինչի՞ չէ որ նախագահը չի կարող փոխնախագահ լինի։ Կարող է, բայց հետո եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվածը կոնկրետ պայմանականորեն ասենք Վենսը դառնում է նախագահ, հետո որոշի հրաժարական տալ, որպեսզի պաշտոնակատար նախագահ, փոխնախագահ դառնա նախագահ, չի կարող այդ փոխնախագահը դառնա նախագահ, դրանից անցնելու է հաջորդ պաշտոնյային։ Ինչու չի կարող, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը չի ճանաչում, որ փոխնախագահը, եթե նախագահը մեռավ կամ հրաժարական տվեց, դառնում է պաշտոնակատար։ Հետո բացեն սահմանադրություն, ասեն պաշտոնակատարի մասին բան գրած չի։ Չկա տենց բան, նա դառնում է նախագահ իր լիարժեք իր ամբողջ բանի ծավալով։ Այն ամբողջ ծավալով, որ ծավալով նախագահը ընտրվել էր ժողովրդի կողմից։ Այն ամբողջ ծավալով, որ ինքը որպես փոխնախագահ այդ ձայները ստացել է նրան հավասարապես։ Ու պատահական չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փոխնախագահի լիազորությունները բավական փոքր են, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի ներկայացումը պահանջ հավասարապես նախագահին, որտեղ ցանկացած պահի նա կարող է դառնալ նախագահ։ Նայելով նրան պետք է հասկանաս վաղը նրան վստահում ես, որ երկիրը ղեկավարի թե չէ։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է այնպես, որ պայմանականորեն ոնց որ ասենք Վենսը դառնում է նախագահ, Տրամպը դառնում է փոխնախագահ, քանի որ եթե ինքը հրաժարվի, Տրամպը ավտոմատ չի կարող դառնալ նախագահ, որովհետև սահմանադրությունը արգելում է,
ուրեմն ինչ պետք է անի։ Վենսը շարունակելու է մնա նախագահ, բայց երկիրը ղեկավարել է Տրամպը։ Ավելի ծիծաղելի բան դուք պատկերացնում եք, դա մոտարապես նա է, որ Ռուսաստանում Պուտինը ասեց, որ ես չեմ կարող երրորդ ժամկետ առաջադրվեմ, Դմիտրի Մեդվեդևը դառավ նախագահ, Պուտինը վարչապետ եւ Պուտինը երկիրը ղեկավարում էր։ Մինչեւ դրանից հետո հասկացա, որ այդ կապիկությունը ամոթ է, ավելի լավ է սահմանադրության հերնել անիծենք, զրոյացնենք այդ ժամկետները եւ դնենք մի անգամ այդ ինչքան ուզենք այնքան ընտրվենք։ Դիկտատուրա գնալու ճանապարհին նա է, որ ընտրվում ես փոխնախագահ, բայց ուզում ես երկիրը ղեկավարես նախագահի կարգավիճակով։ Այսինքն սա ուղղակի խայտառակություն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան մտածի, որ բերեք մի հատ մանր ժուլիկություն անենք, էլի ես էլ եմ փոխնախագահ, բայց ես նախագահ եմ իրականում։ Պատկերացնում եք աշխարհի վիճակը, աշխարհի պատկերացումը Ամերիկայի մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը անում է այնպիսի քայլ, որն արել է Պուտինը Մեդվեդևի հետ միասին։ Եթե Դոնալդ Տրամպը հասկացել է, որ դա այնպիսի խայտառակություն է, որ հաստատ չարժե դրան գնալ, այլապես եթե իրան սահմանադրությունը լավ են բացատրել, ինքը փոխնախագահից նախագահ դառնալ չի կարող։ Ինչ ուզում է կատարվի նախագահի հետ։ Հուսամ, որ սա վերջնական է այդ ափսոսանքը, ինքը իր կյանքի մնացած տարիները միլիարդատեր մարդը կգտնի ինչով զբաղվի, եթե մենակ իր բոլոր այդ հյուրանոցներով ֆրֆռա ու գոլֆի իր դաշտերով գնա այնտեղ պատմի թե ոնց է խաղաղություն բերել աշխարհին, իր կյանքը չի հերիքի մնացած տասնամյակները որ այդքան պատմի։ Առավելևս նույն բանը մի 50 անգամ պատմում է։ Այնպես որ կարծում եմ, որ սա եթե ինքը հասկանում է, որ այդ խայտառակությունը ինքը այդ խայտառակությանը չի գնա, համենայն դեպս դա հուսադրող է, որովհետև դա տարբերակ ուղղակի չէ։ Իրավական առումով չես կարող նախագահ դառնալ, իսկ իրականում ընտրվես փոխնախագահ, փաստացի նախագահ աշխատես, Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում դա ուղղակի խայտառակություն է։ Չի էլ լինի, չի էլ աշխատի դա։ Իսկ հիմա նայենք, այն ինչ որ վերաբերվում էր, թե իսկապես խաղաղություն կա Մերձավոր Արևելքում, թե չէ, որի մասին Դոնալդ Տրամպը խոսում էր։ Իսրայելի իշխանությունները զգուշացրել են Միացյալ Նահանգներին Գազայի հատվածին հարվածելու ծրագրերի մասին։ Ծանուցումն ուղարկվել է գործողությունների սկսվելուց առաջ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը վստահություն է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը կպահպանվի։ Դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ ծանր բախումներ չեն լինի։ Ավելի վաղ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆան քաղաքի փոխհրաձգություններ տեղի ունեցել քաղաքում Համասի եւ իսրայելական բանակի միջև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է անհապաղ հզոր հարվածներ հասցնել անկլավին։ Դրանից հետո ցախալը, այսինքն պաշտպանության նախարարությունը Իսրայելի մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Այսինքն սա նրա մասին է խոսքը գնում, որի մասին հարցեր առաջանում, թե ի վերջո խաղաղություն կա թե չկա, ասում են լավ, այդպիսի լոկալ բախումներ կլինի, բայց նաև խնդիրը ուրիշ է։ Մենք հասկացանք, որ այդ խաղաղությունը, որը Տրամպը երաշխավորել է, թե ինչպիսի մեծ երաշխիքով էր դա ներկայացված Համասի եւ Իսրայելի միջև տեսանք մենք եւ արդյունքը տեսնում ենք, որ չի դադարել։ Դա ուղղակի մենք մեզ համար եզրակացնենք, որ Հայաստանում էլ դա այդքան հեշտ չի, այսինքն իր բարի կամքը բավարար չի, որ այդ խաղաղությունը լինի։ Այլ պատճառներ կա, թե ինչու հիմա պատերազմ չի լինում, որտեղ Ադրբեջանը ստանում է այն, ինչ որ ստանում է բանակցային սեղանին։ Ինչին է պետք, որ դա անի պատերազմով։ Իսկ Իսրայելը այնուամենայնիվ նաև իր պահանջներն է դնում։ Իսրայելը չի ընդունի թուրքական զինված ուժերի ներկայությունը Գազայում, համաձայն ԱՄՆ-ի կողմից Պաղեստինի տարածքում պատերազմն ընդմիշտ դադարեցնելու ծրագրի։ Երկրները, որոնք ցանկանում են կամ պատրաստ են զինված ուժեր ուղարկել, պետք է առնվազն արդար լինեն Իսրայելի նկատմամբ։ Մեզ համար ողջամիտ չէ թույլ տալ նրանց զինված ուժերի մտնել Գազայի հատված, եւ մենք չենք համաձայնվի դրան։ Մենք դա ասել ենք մեր ամերիկացի գործընկերներին։ Հիմա ինչպես տեսնում եք, այս հարցում էլ հարցը առաջանում, որ Իսրայելը կտրականապես դեմ է դրան, որի պատճառով հիմա այսեն Թուրքիան, որը շատ լավ հարաբերություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց Իսրայելն ասում է չի կարող Թուրքիան խաղաղապահ առաքելություն ունենալ։ Այսինքն ինքը դրան կատեգորիկ դեմ է։ Ես ուզում եմ մենք էլ մեզ համար հասկանանք, որ սենց սիրտներս ու ճամփեքն ու դռները բացում ենք Թուրքիայի առաջ, որքանով է դա արդարացված, որքանով է դա հիմնավոր։ Տեսեք ուշադրություն, թե Իսրայելը խնդիր չունի Ամերիկայի հետ, թե Թուրքիան չունի Ամերիկայի հետ, բայց Իսրայելը Թուրքիայի հետ խնդիր ունի։ Եվ այդ պարագայում նա կատեգորիկ դեմ է նրա ներկայությանը։ Իսկ մեզ որ մնաք, ասենք, բա Թուրքիայի հետ մենք ինչ
պրոբլեմ ունենք, որ այս ուղղակի ուրիշինը նայենք, որ մենք հասկանանք ինչա կատարվում։ Եկա նայենք Երևանում անցկացվող Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին, խոսելով Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից, ասել է. Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական միության անդամակցելու գործընթացում։ Հայաստանի որոշումները, հատկապես վերջերս ընդունվածները չափազանց կարևոր է։ Հայաստանը պատմական օրենք է ընդունել, որով հստակ եւ հզոր ուղերձ է եղել, հայտարարելով, որ տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդանշական ժեստ չէ, այլ ռազմավարական ընտրություն եւ միանալու եվրոպական ժողովրդավարության ընտանիքին։ Եվրոպական խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին այս պատմական ճանապարհին, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ձեր տեխնատությունը Եվրամիության անդամակցության համար, ասել է Օմարջին։ Այսինքն թվում է, թե իրանք չեն հասկանում, որ մերոնք այդ օրենքը ընդունել են թյուրիմացիան մեջ գցելու համար, որովհետև իրանք այդ օրենքը ընդունեցին, բայց այդ ուղղությամբ քայլ չեն անում, այլ ընդհակառակը այդ ընթացքում անդամակցության հայտ ներկայացրեցին Շանհայի համագործակցության կազմակերպությանը, բայց իրանք ասում են լավ, ընդունել եք, մենք դա բարձր ենք գնահատում, պատրաստ ենք աջակցել, որ հանկարծ վաղը չասեք, Եվրոպան մեզ չի սպասում։ Այդ ուր եք դուք ճանապարհ ընկել, երբ որ մեզ չեն սպասում։ Եկել է մեր դաշտում ասում է, որ մենք ձեզ ոչ միայն սպասում ենք, այլ պատրաստ ենք աջակցել։ Եվ մի հատ է գործից հասկացող մարդկանց համար շատ լավ բացահայտում է անում։ Այսինքն, եթե Հայաստանը քայլ կատարի բանի անդամակցության, մենք պատրաստ ենք աջակցել։ Այսինքն, ձեզանից է կախված, մենք մեր դռները բացել ենք ձեր առաջ, պատրաստ ենք ձեզ աջակցել այդ ուղղությամբ, բայց քայլը ձեզանից է կախված։ Մեզ չասեք, որ դուք մեզ չեք սպասում, մենք գրկապատ ձեզ սպասում ենք։ Ու դրա համար ասում է, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ձեր տեխնատությունը, այսինքն Հայաստան ներկայացրու տեխնատությունը, քանի տարի հետո դա կլինի, մի տարի, 5 տարի, 10 տարի, 20 տարի, դու այսօր ներկայացրու տեխնատությունը, որ բռնել ես այդ ճանապարհը, ոչ թե մեզ օրենք ընդունի, թե տեսեք ժողովուրդ ջան, ընտրեք, որովհետև մենք ենք ձեզ տանում Եվրոպա, բայց իրականում այդ ուղղությամբ քայլ չանես, բայց ուղիղ քայլ ներկայացնես անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպության։ Այսինքն եկան մարդիկ մեր դաշտում Եվրախորհրդարանի անունից ասեցին, որ այո, մենք պատրաստ ենք ձեզ աջակցել, քայլանողը դուք եք։ Այնպես որ եթե Հայաստանը որոշ մարդիկ ասում են, ով է մեզ սպասում, հիմա իմացաք ով է սպասում։ Սպասողն եկավ մեր դաշտում պաշտոնապես հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահի անունից։ Բայց այն մյուս գործընկերության ուղղությամբ մենք որ գնում էինք Շանհայի, մեզ համար կարևոր էր Պակիստանը, իսկ Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահը Յուսուֆ Ռազա Գիլանին հայտարարել է. մենք համագործակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, երկու երկրներն էլ համաձայնել են լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններից։ Ներկայումս Հայաստանի եւ Պակիստանի խորհրդարանների միջև փոխգործակցություն հաստատված չէ։ Այնուամենայնիվ խաղաղ բանակցությունների ավարտից հետո մենք կմտածենք այդ մասին, հայտարարել է Պակիստանի Սենատի նախագահը։ Ավելի մեծ խայտառակություն կա, ժողովուրդ ջան։ Ասում եմ մենք քո հետ դիվանագիտական հարաբերություն ենք հաստատել։ Մերոնք էլ ներկայացնում են, տեսակ ինչ հարեցինք, տեսակ ինչի հասանք։ Պարզվում է այդ մարդիկ պարզ կամ մենք էլ գիտեինք որ դա տենց է, բայց դա կայանում են աչքիդ առաջ դեմ դիմաց, հենց նոր դիվանագիտական հարաբերություն են հաստատել։ Ու ասում են ձեր այդ հարաբերությունը հեչ, դա պայմանավորված է ձեր հարաբերությամբ Թուրքիայի, ձեր հարաբերությամբ Ադրբեջանի հետ։ Նրանց հետ լավ կլինեք, մենք լավ կլինենք։ Այսինքն ստացվում է, որ ոչ թե մենք Պակիստանի հետ հարաբերություն ենք հաստատել միջպետական, այլ պարզապես Պակիստանին որպես երրորդ երկիր այդ երկուսի թիկունքին կանգնած մտցրել ենք իր միջուկային զենքով, որ ասենք մենք փաստորեն համագործակցելով Թուրքիայի, Ադրբեջանի հետ մի բան այնպես չարեցինք, Պակիստանը մեր դեմ աշխատելու։ Մի բան լավ արեցինք, նոր ինքը կարող է մեր հետ լավ լինի։ Այ հիմա դու գնացիք Եվրամիության վերաբերմունքը Հայաստանին, դուք նայեցիք Պակիստանի վերաբերմունքը Հայաստանին, որովհետև ինքը ասում է դու չես կարող ինձ համար գործընկեր լինես։ Ինձ համար գործընկերն ու եղբայրը Թուրքիան, Ադրբեջանն են, գնա նրանց հետ լավ եղի, նոր այդ մասին մտածի։ Իսկ հիմա մի հատ կարճ անդրադարձել, որ այս ամեն ինչի մեջ ի վերջո աշխարհը ինչ կատարում է, Նիկոլ Փաշինյանը ամենակարևոր հարցով շատ կարևոր հայտարարություններ արել։
Նիկոլ Փաշինյանը ըստ էության սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից։ Նա նշել է, որ հայ առաքելական եկեղեցին ունի կանոնագիր եւ կանոնագրքին հղում անելով փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարակ մատուցել Հովանավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։ Հենց այստեղ է խնդիրը, որ կանոնագիր հայոցի համաձայն Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը եւ այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարակ մատուցել Հովանավանքում եւ ես ինչպես նախորդ կիրակի այս կիրակի եւս Հովանավանքում մասնակցել եմ Սուրբ Անմահ պատարակին։ Այն որ ով է Կտրիչ Ներսիսյանը դրա մասին շատ ենք խոսել, դա չի հարցը, բայց Կտրիչ Ներսիսյանի դեմ պայքարել անօրինականությամբ դե տարբերությունը որն է։ Տեղից է մենք գիտենք, որ ձեր մեջ տարբերություն չկա։ Երկուսները իրար շատ լավ էլ արժեք, բայց նույնիսկ պետք է ձևական թեկուզ ցույց տալ, որ դու արդարացի պայքար ես մղում, չէ՞։ Հարցը նա է, կանոնագրքի մեջ ինչ որ բան է գրած, բայց քրեական օրենսգրքում էլ է բան գրած։ Հիմա քրեական օրենսգրքում եթե գրած է բան, եւ այս կողմից մեկին հայտարարում եմ հանցագործ, անմիջապես կասեն հանցագործ հայտարարում է դատարանը, դու ով ես որ հայտարարում ես։ Դատարանի վճիռ կա։ Հետո ինչ որ գրքում գրած է, իսկ ով հիմնավորեց, որ այդ գրքում գրածը այդ կոնկրետ դեպքին է վերաբերվում։ Ով կարգալույծ հայտարարեց Կտրիչ Ներսիսյանին, Նիկոլ Փաշինյանը։ Համարենք, որ նա օրենք է խախտել։ Այդ օրենքը խախտելը ով է ֆիքսելու։ Ֆիքսված է դա։ Թե ինքնիրավչություն է։ Քանի որ դու խախտել ես, մենք էլ այս մեկի քո արած հայտարարությունը չենք ընդունում 5։ Դու կարգալույծ եղած ես, ում կողմից է կարգալույծ եղած։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ դատական վճիռ կա։ Տիեզերական ժողով են արել, ինչ որ բան են որոշել, եկեղեցական խորհուրդը որոշում է կայացրել, ով է կարգալույծ արել։ Նա պետք է չընտրվեր էլ դրա մասին չի խոսքը, բայց ով է կարգալույծ արել։ Այդ ապօրինությունները, որ դու ուզում ես առաջ տանես, ամեն կիրակի գնաս ապօրինությունը զորբայությամբ առաջ տանես, գավառական պրիմիտիվ զորբայությամբ, դա նշանակում է դու օրենք ես հարգում։ Ասում են ինքը կարգալույծ եղած է, չի կարող կարգալույծ անի։ Ասում ենք ցույց տուր այդ փաստաթուղթը։ Եվ ուզում ենք իմանանք այդ նույն հետևողականությամբ ինչի՞ չես գործում Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կապված։ Որ ամբիոնից խոսում եք, ասում եք նրանք օրենք են խախտել։ Անօրինական ընտրվել են, էս են արել են, քանի անգամ այդ հարցը բարձրացնում եմ։ Եթե նա անօրինական է ընտրված ու դու պաշտոնապես դրա մասին հայտարարում ես, անօրինական ընտրվածի հետո նրա պաշտոնաթողության լիազորությունները ինչ ես պաշտպանում։ Ինչի՞ մի անգամ ժողովրդին կոչ չես անում, ասես ժողովուրդ ջան, բերեք գնանք հավաքվենք, գնանք այդ ապօրինի, որ զբաղացրել է կեցավայրը, որ ձեր գրպանից եք վճարում, գնանք հանենք, գցենք դուրս։ Չես կար այդ մարդիկ քեզ պետք են 2026-ի ընտրություններին։ Բայց այդ մարդկանց միջոցով պետք է կապիկություն անեք, որ տեսեք մենք պայքարում ենք նախկինների դեմ։ Բա պայքարի, դες քանի մարդ կգա քեզ կմիանա։ Ասես ժողովուրդ ձեր հարկատուների հաշվին ապօրինի ընտրված մարդկանց ինչի պետք է դուք ձեր գրպանից վճարեք, նրանց կեցավայրի համար, նրանց ծախսերի ու անվտանգության։ Ամեն օր այդ հարցը բարձրացնում եմ, ինչի՞ չկմի անգամ այդ հարցին անդրադառնում։ Որտե՞ղ դա ձեզ պետք չի, դրանք ձեր գործընկերներն են, ում եք խաբում։ Սա է հարցը ժողովուրդ ջան, ու տեսեք առաջիկա ընտրությունների հետ կապված իրանք ոնց են դրան նախապատրաստվում, որպեսզի մենք էլ իմանանք, թե մեր ժողովրդի անելիքը որն է։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։